Ապես ունեցել է նաև Վեհապարտ Հայրապետի խոսքի ապահովման գործառույթը։ Ինքը այսօր հայտնեց, որ վերջինս դրա հետ որևէ առնչություն չունի, բայց կարծում եմ այստեղ մենք գործ ունեցանք կիսա ճշմարտության հետ։ Թե ինչ պատիվ է բերում քրիստոնեությունը որպես առաջինը պետական կրոն ընդունած հայ առաքելական սուրբ եկեղեցին որպես սահմանադրական կարգավիճակում օժտված մարմին ունեցող երկրին, որ ազգային ժողովի նիստին Վեհապար Հայրապետի բացման խոսքը օրհնությունը չհնչի, ես չեմ պատկերացնում։ Պարզապես կարող եմ ասել, որ սա իրապես խայտառակություն է։ Մենք հարցը բարձրաձայնեցինք, մենք խնդիրը ընդգծեցինք, մենք մի քանի փուլով դա արեցինք իդեպ, մեկ դեպքում պարզապես բարձրախոսերը նույնիսկ միացված չէին, ես հույս ունեմ, որ դուք նշվածը ևս արձանագրեցիք, ինչևէ, գիտեք, մյուս կողմից էլ նայենք այսպես, որ այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր վճռականությունը երբեք պետք է չպակասի, որ իսկապես անելիքներ շատ կան։ Այլ հարց, որ ուղղակի կան չէ խնդիրներ, որոնք պատկերացնում ես, որ երբևէ չի լինի։ Ինչ որ կարմիր գծեր կան, որ մտածում ես այդ մի խնդիրը չի լինի։ Ցավոք, այս դեպքն է տեսանք։ Իսկ ինչ որ քանի որ արժեկաննակարգով էր նախատեսված ելույթը կաթողիկոսի, դուք ինչ որ քայլեր ձեռնարկելու եք այս ուղղությամբ խախտվել է կանոնակարգ օրենքի։ Առնվազն որոշ տվյալներ կփորձենք բարձել, եթե դուք նկատեցիք պարոն Հասանովի կողմից ներկայացված բարձաբանումը կրկին իմ կարծիքով կիսա ճշմարտության շրջանակներում, բայց վերջինս ընդգծեց, որ այդ իրավունքը գոյություն ունի, կասկածի տակ չդրեց, նույնիսկ ասեց ով կարող է իր դեմն առնել, այսինքն նույնիսկ կարծես մի քիչ քննադատական խոսք կար, երևի թե քաղաքացիական պայմանագրին ուղղված, բայց երևի թե պարոն Հասանովը տեղյակ չէ, որ պարոն Ռուբինյանը որպես ազգային ժողովի նախագահի պարտականություններ կատարող, հաստատելով համապատասխան որոշում այնտեղ փոփոխություն է արել եւ Վեհապար Հայրապետին ուղեկցող ծառայողական ավտոմեքենայի մուտքը սահմանափակվել է։ Երևի թե պարոն Հասանովը տեղյակ չէր դրանից։